Հատվածում դուք ունեք հնարավորություն video introduction անելու, որ դա ձեզ եւս մեկ հնարավորություն կտա գործատուների ուշադրությունը գրավել եւ նրանց ցույց տալ, որ դուք իրական մարդ եք, ապօրքը հստակ խնդիր ունի ռեալ մարդկանց, այսինքն լինում են երբեմն մի ժամանակ շատ էին, հիմա այդքան չէ, բայց լինում են ֆրիլանսերներ, որ ուրիշի անվան տակ են գրանցվում, ուրիշի փոխարեն են գործանում, կամ օրինակ ֆրիլանսերներ, որ վաճառում են իրենց պրոֆիլը ուրիշներին, արդեն լավ ֆիդբեք ունեցող պրոֆիլները։ Դրա համար video introduction-ը ձեզ մրցակցային առավելություն կտա մնացած ֆրիլանսերների հանդեպ։ Իսկ եթե դուք չեք սիրում երևալ կամերայում, կարող եք օգտագործել այն հնարքը, որ իմ ընկերը օգտագործել է։ Ինչ է արել նա, խնդրել է իր գործատուներին, որպեսզի իր համար testimonial video նկարեն։ Իրականում շատ հեշտ չի, հա, գործատուին ասել ինձ համար testimonial video նկարի, որ ես օգտագործեմ իմ պրոֆիլի համար, բայց շատ գործատուներ կհամաձայնեն, եթե օրինակի համար դուք շատ լավ գործ եք արել իրենց համար, լավ հարաբերություններ ունեք եւ նաեւ կարող եք իրենց as a small thank you, որպես շնորհակալություն, որ իրենք ձեզ feedback են տալիս, փոխարենը, օրինակ, չգիտեմ, 1 ամիս 50% զեղչով աշխատել կամ ինչ որ մի հատ ավել բան տակ, որից նրանք ուրախ կլինեն։ Տեսեք, ես չնշեցի, որ պետք է ապօրքում անվճար գործ անեք։ Ես շատ եմ լսում, որ ասում են, դե ապօրքում սկսելիս պիտի անվճար աշխատենք առաջին մի քանի գործերը։ Այդպիսի բան չկա։ Ոչ մի գործ չպետք է անեք անվճար։ Կարող եք ինչ որ մի հատ գործատուի համար շատ փոքր թեստ task անել, որպեսզի նա հասկանա դուք հարմար եք իրեն, դուք հասկանաք գործատուն հարմար է ձեզ